Բարի օր, երևանցիներ ջան, գտնվում եմ Աջափնյակ վարչական շրջանում, Լենինգրադյան 32 հասցեում։ Այստեղ 32 շենքի դիմացի հարակից այգին ցույց տամ ձեզ, տեսեք, թե ինչ բարձի թողի վիճակում է գտնվում այգին, այն որ Տիգրան Ավինյանը մեծ գլուխ է գովում այգիներից, թե այգիներ է կառուցում, իսկ կառուցած տեղադրած ճոճանակներ տեղադրած այգին չի պահպանվել։ Տեսեք, նաև սկսենք այստեղից, տեսեք, մեր զոհված հերոսների հիշատակին նվիրված ցայտաղբյուրը, երկար ժամանակ է ջուրը կա, բայց չի աշխատում, հարակից տարածքը ամբողջությամբ քանդված է, խոտերը, տեսեք, այստեղ նաև էտում տեղի չի ունեցել խոտերի, հիմա ցույց եմ տալիս, Տիգրան Ավինյան, դուք ուշադիր հիմա նայում եք, տեսեք, սա նստարանն է, տեսեք, այս նստարանի վրա պարոն Բեգոյանը ծառ է տնկել, երևի թե, կարծում եմ, այս անգամ չի կտրել, պարոն Բեգոյան, այս ինչ ծառ է, այս նստարանի վրա ոնց են նստելու մեր երեխաները, տեսեք, ամբողջությամբ ստեղից ջրի արտահոսք է ու ջուր, տեսեք, հիմա տարածքը էտված չէ, այստեղ կան ճոճանակներ, բայց այստեղ ոչ մի երեխա էլ չի կարող խաղալ, տեսեք, վերջին մոտակա տարիներին է, կարծում եմ, վերանորոգվել է այգին, այս ճոճանակները տեղադրվել, իր ներքից երևում է, որ շատ հին չէ, տեսեք, սա ինչ վիճակ է, պարոն Ավինյան, ասում եք բակերի այգիներ ենք կառուցում, բա որ կառուցում եք, հələ չհաշվենք, թե ինչ ձև եք, ինչ թերություններով եք կառուցում, բա այգու պահպանման ծրագիրը որտեղ մնաց, այս այգիները ով պիտի պահպանվի, ասենք թե սարքում եք, հələ միտեղ ընդունենք, սարքում եք, այգին ով պիտի պահպանի, դա ինչ վիճակ է, զգում եք, չէ, որ այստեղ երևի մեկ տարուց ավելա ոչ մի երեխա, ոչ մի քաղաքացի բակ չի կարողացել գալ, այս այգին սենց խոտացած տարածքում ծածկվել է, սա մոշ է, սենց մոշը ամբողջությամբ այգին ծածկելու է, եթե բարեկարգում տեղի չունենա, հարակից շինարարություն է կատարվում, տեսեք, ամբողջ բակը, պարոն Բեգոյան, նաև դուք աշխատանք էստեղ ունեք, կանաչապատման ոչ թե ծառ կտրելու հետ կապված, այլ այստեղ խոտերը վերացնելու, չոր խոտերը հեռացնելու, այս այգին մեծ գումարներ չի պահանջվի, որ բարեկարգվի, մեծ մասամբ այգին կա, բայց չի կարող շահագործվել, խնդիրներ կան այստեղ առկա, տեսեք, այս ձեր դեմքն է, տեսեք, պարոն Ավինյան, տեսեք ինչ եմ ցույց տալի, նստարանի մեջ, պատկերացնում եք ինչքան ժամանակ այստեղ մարդ չեղել, ինչքան եք անգործության մատնվել, որ ծառը նստարանի մեջով բարձրացել է վեր եւ նստարանը ծածկել, տեսեք։ Երկրորդ, նաեւ կոչ եմ անում, քանի որ ցայտաղբյուրները զոհվածների Վեոլա ընկերությանը չի պատկանում, տեղեկացնեմ մեր հանրությանը, որ իմանան, մեր զոհված հերոսների ցայտաղբյուրները որ կան, դա քաղաքապետարանի ենթակայության տակ է, ոչ թե Վեոլայի, նաև կոչ եմ անում, պարոն Ավինյան, մեր զոհված հերոսների ցայտաղբյուրերը, այս ցայտաղբյուրը հանձինս վերականգնել, իր կից տարածքը բարեկարգել, եւ այստեղից պետք է քաղաքացիները ջուր խմեն։ Այսա